Արդեն 2 տարի է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում անցկացվում է աշխատանքի տոնավաճառ, որն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տնտեսագիտական համալսարանի համատեղ ջանքերով։ Միջոցառման նպատակն է օգնել նրանց, ովքեր ցանկանում են մասնագիտական աշխատանք ձեռք բերել։ Այսօր ավելի քան 50 գործատու զբաղվածություն չունեցող քաղաքացիներին ներկայացրին իրենց կազմակերպություններն ու թափուր աշխատատեղերը։ Նմանատիպ միջոցառումները խիստ կարևոր են նախարարության համար և դրանք պետք է նաև տեղի ունենան մարզերում, ընդգծում է նախարար Մկրտչյանը։ Նա նշում է, շրջաններում ևս պետք է գործատուներին և աշխատանք փնտրողներին հրավիրել մի հարկի տակ և կրճատել զբաղվածություն չունեցողների թիվը։ Նմանօրինակ միջոցառումներն աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս ավելի անմիջական պայմաններում հանդիպել գործատուների հետ։ Այս օրինակ միջոցառում եղել է նաև Գեղարքունիքի մարզում։ Մոտապես ինչ որ տեսնում եք այստեղ, մենք ուրեմն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ, որ իրականացնում ենք հիմա, նմանատիպ ավելի փոքրիկ լոկալ միջոցառումներ անցկացնելու ենք բոլոր մարզերում։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը նշում է, որ այս միջոցառումները տալիս են իրենց արդյունքը։ Ըստ նրա, նախորդ տարվա միջոցառումից հետո մագիստրատուրայում սովորողների մոտ 80%-ն ունի զբաղվածություն, իսկ բակալավրիատի մոտ 35%-ը։ Տնտեսագիտական համալսարանը մեծ ջանքեր է գործադրում իր ուսանողներին աշխատանքով ապահովելու, մասնավորապես մի շարք կրթական ծրագրեր մենք իրականացնում ենք հենց գործատուների հետ համատեղ եւ արդյունքում մագիստրատուրան ավարտելուց հետո տվյալ գործատուն, որը մեզ հետ համատեղ իրականացնում է կրթական ծրագիրը, միանգամից զբաղվածություն է ապահովում այդ ուսանողների համար։ Համալսարանը կամուրջ է հանդիսանում գործատուների և ուսանողների միջև։ Համալսարանը նախորդ աշխատաշուկայի ժամանակ 12 թափուր աշխատատեղեր ներկայացրել, որից 8-ը համալրվել էին մեր ուսանողներով։ Մարին ՀՊՏՀ քոլեջի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Մեծ ոգևորությամբ է մասնակցում միջոցառմանը։ 17 տարեկանում մասնագիտական աշխատանք գտնելն իր համար առաջնային և կարևոր է։ Այս էքսպոյից հետո կհանդիպեմ բազմաթիվ գործատուների և հնարավորություն կունենամ աշխատելու Հայաստանում այս տարիքում արդեն սկսած իմ մասնագիտությամբ։ Ինչպես աշխատանք փնտրողներն, այնպես էլ գործատուները միջոցառման ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, պահանջարկին, զբաղվածության պետական ծրագրերին, դրանց դիմելու ընթացակարգերին, նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական ծրագրերին։ Իդեպ, այս պահին չկա վիճակագրություն, թե Հայաստանում բնակչության քանի տոկոսն է գործազուրկ։ Մոտ օրերս այդ թվերը հայտնի կլինեն։ Աննա Ղազարյան, Գոռ Հովհաննիսյան, Free News, Ազատ լուրեր։